Բարի լույս, հարգելի հետևորդներ ջան, առավոտյան արթնացել եմ և ջեմը դրել եմ վրան, հարգելիներս։ Նայեք, ինքը արդեն ուզում է եռա, փրփուրը առաջացել ջեմի երեսին, հիմա սա կհավաքեմ, ժողովուրդ ջան, առանձին ափսեի մեջ կհավաքեմ սա, կթողենք, որ մաքուր եռա, փրփուրը չխառնվի ջեմին, տեսեք ինչքան ջուր է դուրս տվել, ամբողջ գիշեր մնացել այսպես շաքարավազի հետ միասին, տեսեք, հենց շաքարավազի արդյունքն է, որ ջուր է դուրս տվել։ Այս անգամ, հարգելի հետևորդներ ջան, էփում եմ դրսում, տանը չեմ էփում, որովհետև անցած անգամ ջեմը էփելուց ամբողջ գազօջախս կարելի էր ասած կեղտոտվել էր, շատ լավ ձևով կեղտոտվել էր, թռել էր այս կողմ այն կողմ, որոշեցի այս անգամ էփեմ դրսում։ Դե վերանորոգումն էլ արդեն շարունակվում է, ամուսինս անցել է իր գործին, այս սենց խառը իրավիճակ է, հարգելիներս, խառը իրավիճակ, ոչ մաքրություն այրևում, ոչ մի բան, նայեք, տեսեք ինչ վիճակ է այս պահին իմ բակը, թութն էլ վերջացավ, հարգելիներս, խաղում ենք, բայց շատ քիչ, երևի մեկ անգամ էլ կքաղենք ու կվերջացնենք արդեն։ Շպանգան էլ քաղեցի, հարգելիներս, հիմա տեսնեմ ինչ եմ անում, ուզում եմ մուրաբա անեմ, դե կամպոտն արդեն արել եմ, հարգելի հետևորդներ ջան, չգիտեմ, ասեմ բալը վիշնիին ենք ասում, սա շպանգան է, էլի այդ բալի մեծ տեսակն է, բայց ասում ենք շպանգա, չգիտեմ, թե կլինեն մեկնաբանություններում կասեն շպանգա չի, բալա, դե ես նախապես ասում եմ, որ ես գիտեմ, որ բալն է, վիշնիին բալ են ասում, հայերեն բալն է, ռուսերեն վիշնին է, իսկ սա էլ շպանգան էլ էլի ռուսերեն բառ է, երևի, չգիտեմ անկեղծ ասած, դե հիմա ես ասում եմ շպանգա, կարող է մեկնաբանություններում գրեն սխալ ես ասում, տիկին ջան, դե հիմա սխալ եմ ասում, ճիշտ եմ ասում, հարգելիներս, շպանգաս էլ քաղեցի, վերջացրեցի, գնամ խոհանոց, խնձորել եմ քաղել, սա էլ ուտելու համար, հիմա լավ լվանամ, ծիրանի հետ դնենք սեղանի։ Ու մի հատ է սուրճ պատրաստեմ, գնամ դասում, սուրճս խմեմ, համել ժողովուրդ ջան, ջեմը նայեմ։ Նայեք, հարգելի հետևորդներ ջան, առավոտյան արթնացել եմ, տեսեք ինչքան աման եմ լվացել, շփե, հիմա մնում է դասավորեմ, բոլորը սրբեմ ու դասավորեմ իրենց տեղերը։ Ծիրանել դնեմ, ծիրանել եմ քախել,
Տամ սնիկերս էլ ինջա։ Ստե ժողովուրդ ջան, հիմա գնամ սուրճն պատրաստեմ, սուրճը խմեմ։ Այս անգամ պատրաստում եմ հենց այս ձևով, էլ չեմ ուզում նորից անցկացնեմ ալուրի մաղով, ուզում եմ այս ձև եփել։ Դե շաքարավազը ես նախապես լցրել էի, բայց հիմա էլ կփորձեմ համը, եթե կարիքը զգան, նորից կավելացնեմ։ Բայց տեսեք ինչքան լավ այլ է, նորից կարիք չկա, որ ես քամեմ նորից հատիկներս։ Ուզում եմ այս տարբերակով եփեմ այս անգամ էլ։ Ու կրակը շատ դանդաղ է, այնքան դանդաղ եմ արել, որ չի կպնում տակը։ Ժողովուրդ ջան, որոշեցի, որ հենց այս նույն ջեմից, դե ինքը արդեն կիսաեփ վիճակ է, դեռ այդքան էլ լավ էփած չի, որպես ջեմ, որոշեցի լավաշներ պատրաստեմ, ծիրանի լավաշներ։ Սկուտեղի վրա 2 հատ ցելոֆոնե փոքրիկ տոպրակներ եմ դրել եւ տակ վիճակում լցրել եմ։ Հիմա սենց սիրուն կավասարացնեմ եւ կտանեմ դուրս։ Սա էլ նոր մտքովս անցավ, որ կարելի է այսպես էլ արած։ Էսիստե նորից բերեմ լցնեմ այստեղ։ Ժողովուրդ ջան, մի հատ էլ սկուտեղ կանեմ նորից, տակ վիճակումը, թող մի քիչ հովանա հենց այստեղ տանը, նոր կհանեմ դուրս։ Նորից շաքարավազ ավելացրեցի, որովհետև մի քիչ թթվայնություն զգացի, դրա համար մի քիչ շաքարավազ եմ ավելացրել, նայեք, ոնց է ստացվի, արդեն պատրաստ է, սա էլ կարող եմ լցնեմ բանկաները և զակատեմ, տեսեք ինչ լավ է ստացվել, սա էլ լավ է ստացվել։
ժողովուրդ ջան, առաստաղին այդ ինչա գիպսագարդոնիտ, հա, գիպսագարդոնիտ, որ խփել եմ այդ կարերը Զամասկայանում ամուսինս նայ։ Այս խոսանքներն էլ լույսերի տեղա պետքա լույսեր այդտեղ դնենք 3 հատ 1 2 3 հատ լույսեր պետքա լինի։ Մի լավ նորություն էլ ասեմ, հարգելիներս, ծիտիկը իր բույնը գտելա, որ ամուսինս հակառակ կողմից էր, բաց է տեղ, որ ինքը մտներ ընդե կերակրեր իր ծագուկներին, ծիտիկը արդեն գտել է տեղը եւ մտնում է։ Այսօր առավոտյան հելա նկատեցի, որ արդեն կարում է, որ հակառակ կողմից մտնի։ Ամենակարևոր բանը, երեք շատ էր տանջվում մեր ծիտիկը, հա գնում գալիս էր, չէր կարողանում իր ձագուկների մոտ գնար։ Հարգելիներս, զակատեցի, վերջացրեցի այսօրվա իմ ջեմը, ասեմ, եղել է 3 կիլոգրամ ջեմ, 1, 2, այս կեսերն էլ չէ, կներեք 4 կիլոգրամ ջեմ ա եղել, ժողովուրդ ջան, հիմա բանկաները մի հատ սրբեմ, թաթշորով տանեմ, սա էլ տեղավորեմ, էլ չեմ ծածկելու, դե սուրճս էլ մնաց, սուրճ ասելով մնացի, ժողովուրդ ջան, չեմ հասցնում, որ դնեմ ու խմեմ։ Հիմա բանկաները սրբեմ, վերջացնեմ, տեղավորեմ, ջեմի տազիկը լվանամ, նոր գնամ սուրճս, իրոք հիմա իսկականից սուրճս դնեմ ու խմեմ, հարգելիներս։ Լավաշներն էլ տանեմ արդեն դուրս, ինքը սառել է, թողեցի, որ տանը սառի, նոր տանեմ դուրս։ Նայեք, ինչքան հետաքրքիր է, հարգելիներս, այս սիլիկոնի քթալով, որ անդադ խառնում եմ ջեմը, ընդհանրապես չի կպնում, այս էլ երկրորդ անգամնա ջեմ եմ եփում, տազիկի տակը միշտ մաքուր է մնում, իսկ որ օգտագործում եմ փայտե քթալ, չգիտեմ, համ ամբողջությամբ տազն է խազեր լինում, համ էլ ջեմն է կպնում, այս քթալով թե անդադ խառնում եմ, չեմ կարող ասել, բայց այս էլ երկրորդ անգամ է եփում եմ, ուզում եմ ասեմ, որ տակը չի կպնում տազիկի, այստեղ էլ մի քիչ պահել եմ, որպեսզի սառը սոկ անեմ, ծիրանի սոկ, սառույցով խմենք, ժողովուրդ ջան։ Գնենք այս փոշոտ տեղը, կոֆե խմենք։
Արի, հողիկ արի։ Սենց էլ ապրում ենք ժողովուրդ ջան։ Հարգելիներս, վերջացրեցի ջեմից, հիմա էլ սուրճս խմեմ, գնամ տեսնեմ շպանգան ինչ եմ անում։ Մտածում եմ կամպոտ անեմ, թե մուրաբա, չնայած որ կամպոտ արել եմ մի քանի բան կա։ Սուրճս վերցնեմ այստեղից, այս մաքուր տեղից, վերեմ դնեմ էլի այս մաքուր տեղը ու խմեմ։ Նեղվում եմ այս թափվածությունից, ժողովուրդ ջան, որ սենց դրանդեմա, թափված վիճակ, բարը վիճակ, բայց դե մի կողմից էլ ուրախանում եմ, որ վերջում սենց մաքուր, սիրուն, տեղ ու տեղին մտնում ես տուն, մտնում ես բակ, բակից տուն, ոչինչ, էսել ապետք։ Ինչ փոշի կա, ինչ փոշի։ Փայտի ձենը, փայտ են արել, ներքևի թաղամասից փայտ են կտրում։ Նայք ժողովուրդ ջան, խառը վիճակ։ Հերթը հասավ երկրորդին, հարգելիներս։ Տեսեք ինչ լավ խոշոր է, չկարողացա այդ քաղելու պահը ցույց տամ, այնքան դժվար է լինում, որ մենակ եմ նկարում։ Էլենս էլ անկեղծ ասած այսօր հիվանդ է երեխես չի կարողանում, մրսել է այս շոքին, էլենչոս մրսել է։ Տրամադրություն չունի երեխեն, որ նկարի ժողովուրդ ջան, դե ես էլ իրոք շատ դժվար է, համ մենակ նկարում ես, համ մենակ զակատ ես անում։ Մի քիչ ինքս ինձ ջղայնանում եմ, բայց էլի ասում եմ ոչինչ։ Այս սենց հիմա մաքրեմ, կպեսոկեմ նորից, ժողովուրդ ջան։ Հարգելի հետևորդներ ջան, հիմա մեկ-մեկ շաքարավազ, մեկ-մեկ պեսոկ չի խանգարում էլի։ Այնպես չի, որ տունը ամեն օր առօրյայում ասում ենք շաքարավազ, չէ, ժողովուրդ ջան։ Այս քամիչ կդնեմ, հոսող ջրի տակ նորից կլվանա։ Այնքան լավ է հասե, որ քաղցր է ինքը, թթուել չի։ Մի քիչ շատ հասավ, չէի ուզում այդքան էլ հասնել։ Սա դնեմ մի կողմ, անցնեմ, դեռ մի քիչ էլ կա, մի այսքան էլ կա, ժողովուրդ ջան։ Անցնեմ նրան, նորից հեռացնեմ պոչիկները, թոսա քամվի։
Ու այսպես էլ չի վերջանում գյուղի աշխատանքը։ Հարգելի հետևորդներ ջան, չենք դժգոհում, գոհ ենք, ուրախանում ենք, որ ունենք ամեն ինչ մեր այգում։ Ու այս բոլորը, ժողովուրդ ջան, իմ ամուսնու ձեռքի շնորհքն է։ Այս բոլոր ծառերը իրա տնկացն է։ Ու ամեն միրգ ունենք մենք, աշնան-խնձոր ունենք։ Գարունը սկսած, հարգելի հետևորդներ ջան, դուք էլ նկատած կլինեք մեր այգին։ Բերքալինու միջև ուշ աշուն։ Դեռ ունեմ թուզ, ունեմ աշնան-խնձոր, ունեմ հաղարջ, որ պետք է հավաքեմ նորից, կամ կամպոտ, կամ մուրաբա։ Դու ուրախանում ես, որ ունես ամեն ինչ քո այգում, չես զլանում, հաճույքով օգտագործում ես, ինչ-որ մեկին տալիս ես ու քո տունը լինում է ամեն ինչ ժողովուրդ ջան։ Ու այնպես էլ չի, եթե հարգելի հետևորդներ ջան, այգումս էլ չլիներ, պետք է առնեինք ու նորից այսքան բանը պատրաստեինք, բայց որ ունենում ես այգում, դա արդեն ուրիշ է։ Էսի հենց նենց օթից չի կախվե, մենք էլ գնում ենք քաղում ենք ժողովուրդ ջան։ Էսի բոլորը աշխատանք է, որ արվել է իմ ամուսնու, իմ տղայի կողմից։ Տնկել ենք, ջրել ենք, մշակում ենք։ Դե տանկինն էլ ինչ պետք է անի, տանկինն էլ պետք է կարողանա այսքան էլացը, որ ասում է տեղը տեղին պահածոյացնի, ինչու չէ վաճառի, ու առաջինը սրա համար, հարգելի հետևորդներ ջան, շնորհակալ ենք մեր Աստծուց, առաջ Աստված, հետո մենք։ Շնորհակալ ենք Աստծուն ամեն օրվա համար, որ լույսը բացվում է, ու շնորհակալ ենք այսքան բարիքների համար։ Վերջ։ Սա տնեմ արդեն սեղանին։ Այսպես անեմ։ Նորից ծիրան ունեմ, հարգելիներս, ունեմ արջանաբադ և վարյակ ծիրան, արջանաբադն շատ քաղցր ծիրան է, ճիշտ է մի քիչ մանր է, բայց շատ քաղցր ու ամենահամով ծիրանն է։ Հիմա այդ ծիրանը ինչ եմ անում ժողովուրդ ջան, ծառի վրա է թողնում եմ, այնքան է հասնում, ինքը թափվում է ծառի տակ ու խոտերի վրա այդպես սիրուն չորանում է։ Արդեն կիսաչոր վիճակում ես հավաքում եմ, նորից դնում եմ արկղների մեջ, կապրոնե արկղների մեջ, մի քանի օր էլ այսպես թողում եմ հենց ծառի տակ, հովի տակ, շատ յուրահատուկ ճիր ալնում, հարգելի հետևորդներ ջան, կտով ճիր, կլոր ինքը, կորիզով, շատ յուրահատուկ ճիր ալնում, արջանաբադի ծիրանի չրի նման ճիր չկա ժողովուրդ ջան։ Ու հենց թողնում եմ, այդպես չորանում է, չեմ քաղում բերում, ես չորացնում, թողնում եմ ծառի տակ, չորանում է։ Կլինեն մարդիկ, որ իրոք համաձայն կլինեն իմ հետ, հենց այդ տարբերակով, որ ես ասում եմ, այդ արջանաբադ ծիրանի ճիրը։ Սա էր մաքուր է, հիմա սա էր սիրուն կքամեմ։
ջեմի տազիկն էլ արդեն լվացած է, մաքուր է, հենց դրա մեջ էլ երևի հարգելներս կերպեմ։ Սա էլ հեսա կլսնեմ, նորից քամիչի մեջ հավասար կքամվի։ Նորից տնենք էստեղ, հացնենք թող բոլորը միասին քամվի։ Տազիկը բերեցի, հիմա այս տազիկի մեջ նայեք, հարգելի հետևորդներ ջան, շաքարավազ եմ լցնում, պատրաստում եմ մուրաբա, հարգելիներս, որոշեցի, որ պատրաստեմ մուրաբա, նորից շաքարավազ, բայց նենց համով է, որ ուտում եք, որ ինքը քաղցրացել է, հաճելի է ուտելը։ Վերջ, այսպես։ Հարգելիներս, ուրեմն ասեմ, ես քաշը չեմ իմանում, անկեղծ ասած, հենց լվացել եմ, քամել եմ, բերել եմ, լցրել եմ, բայց այստեղ կլինի մի 4 կիլոգրամ շպանգա, դե 4 կիլոգրամին ինքը որ քաղցր է, առնվազն պետք է մի 3 կիլոգրամ շաքարավազ լցնեմ, այսինքն մոտավոր ասեմ, կարելի է կամ կիլոյին 800 գրամ լցնել, շատ կիլոյին կիլո պետք չի լցնել, որովհետև ինքը իրոք հասած վիճակ է ու շատ քաղցր է։ Հեսա նորից կբերեմ, մի քիչ էլ շաքարավազ կլցնեմ։ Չափով այսքանը բավական է։ Հիմա սա էլ նորից կծածկեմ, հարգելիներս, ու կմնա արդեն առավոտյան նորից կդնեմ կրակին։ Դե պետք է արդեն որ շաքարավազը լցրած է, ինքը ջուր դուրս կտա։ Իր սոկը դուրս կգա, էլ ջուր չեմ լցնելու ընդհանրապես, հենց իր սոկով էլ կդնեմ գազօջախին։ Հիմա էլ այստեղ տեսնենք հլա ամուսինս ուր հասավ։
Ու այսպիսի խառը գործեր, ժողովուրդ ջան, խառը գործեր։ Ուզում եմ այսքանով ավարտեմ այսօրվա տեսահոլովակը, իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Եվ կրկին ասեմ շնորհակալություն ձեզ միջև վերջ դիտելու համար մեր հոլովակը եւ իհարկե լավ, հաճելի, դրական, քաղցր մեկնաբանությունների համար, հարգելիներս։ Եվ ձեզ բոլորիդ ասեմ բարի եւ խաղաղ երեկո, հարգելիներս։ Իսկ ես էլ գնամ շարունակեմ իմ մնացած գործերը։ Ցտեսություն։